Մայրաքաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավելի քան 175 միլիոն դրամ շուկայական արժեքով այս հողատարածքը դեռ 19 տարի առաջ ապօրինի օտարվել է։ Գործով մեղադրյալ են Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և ևս 5 անձ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի Որբ ծնողական խնամքից զրկված երեխաների համար 3 հատուկ դպրոցին, որն այժմ Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցն է, հատկացված է 6577 քառակուսի մետր հողամաս։ 2007 թվականին Զախարյանը այդ հողամասի մի մասը ապօրինի օտարել է։ 6577 քառակուսի մետր մակերեսու հողամասը բաժանվել է երկու մասի՝ 617 և 5960 քառակուսի մետր մակերեսներով։ 5960 քառակուսի մետր մակերեսու հողամասը օգտագործման պայմանագրով կրկին հանձնվել է նույն դպրոցին, իսկ մնացած 617 քառակուսի մետրից 555 քառակուսի մետր մակերեսով հողամասը դրվել է աճուրդի։ Սակայն ըստ քննիչի, դպրոցի կանոնադրությամբ այդ գույքի տնօրինման իրավունքը վերապահված էր բացառապես կառավարությանը, և քաղաքապետարանը նման իրավասություն չի ունեցել։ Բացի այդ, կեղծվել են աճուրդի փաստաթղթերը։ Արձանագրվել է, թե աճուրդին մասնակցել է 2 անձ՝ Խաչիկ Ավդալյանը և Նիկողոս Կարապետյանը։ Արձանագրվել է, իբրև Խաչիկ Ավդալյանը առաջարկել է առավելագույն գին և հաղթող է ճանաչվել, շուրջ 12 միլիոն ՀՀ դրամով ձեռք է բերել նշված հողամասը, և մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Խաչիկ Ավդալյանին։ Մինչդեռ իրականում Նիկողոս Կարապետյանը, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, աճուրդին մասնակցելու ցանկություն և հնարավորություն, փաստացի նշված աճուրդին չի մասնակցել, այլ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, արձանագրվել է, իբրև Խաչիկ Ավդալյանը մասնակցել է աճուրդին, նախավճար է վճարել, աճուրդային քայլ է կատարել, և մյուս մասնակիցը Խաչիկ Ավդալյանը իբրև ավելի բարձր գին է առաջարկել, ու նման պայմաններում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը։ Ներկայում 175 միլիոն շուկայական արժեքով այս հողատարածքը 19 տարի առաջ արժեցել է 105 միլիոն դրամ։ Այսպիսով ապօրինի կազմակերպված աճուրդով դպրոցը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, պետությունն էլ 105 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից։ Հողամասը ապօրինի օտարելու գործընթացում Զախարյանի պաշտոնական լիազորությունների անցման օժանդակել են այդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը, Կարեն Դավթյանը, նաև քաղաքապետարանի ևս 3 աշխատակից։ Նախաքննության ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Կարեն Դավթյանը ընդունել է ներկայացված մեղադրանքը և խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հետապնդումը դադարեցնել, ինչը կատարվել է։ Խաչիկ Ավդալյանը, հողամասի ձեռք բերած անձը, ևս ընդունել է ներկայացված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար, խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հետապնդումը դադարեցնել, ավելին ասեմ, պատրաստակամություն է հայտնել նշված գույքը պետությանը վերադարձնելու համար։ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի հողի և ունեցվածքի գործառնությունների բաժնի այդ ժամանակվա գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանը մեղադրանքը չեն ընդունել։ Նրանց վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն, դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։